Հովիկ Աղազարյան հարց։ Տիկին դատախազ, եթե կարելի է իհարկե 44-00-90-23 գործի հետ կապված, որի քննության ընթացքում քննիչը հայտնաբերել է ինչ-որ բաներ էլեկտրոնային խոզարկության ժամանակ և տվել է համապատասխան հաղորդում 24 թվականի նոյեմբերի վերջին, երբ հայտնի դեպքերը արդեն ընթացել էին։ Կարող եք արդյոք մի երկու մանրամասն ասել այդ գործի մասին, կամ ամենակիչը խնդրում եմ ասեք, թե երբ է հարուցվել այդ գործը։ Երկրորդ հարցը, տեղյակ եք արդյոք, որ 24 թվականի հունվարի 3-ին ես Արաբկիր ոստիկանություն բաժանմունքում հաղորդում եմ տվել այդ ձեր այս միջնորդության մեջ նշված Արամի և Գոհարի և Հայկ Նազարյանի հետ կապված և էլի մի երկու ֆիգուրատների հետ կապված հաղորդում եմ տվել որոշ ընթացակարգերից հետո, բայց քննչական կոմիտեն վարույթ չի ընդունել։ Տեղյակ եք այդ մասին, թե տեղյակ չեք, ըստ էության նույն բովանդակության հարց։ Եվ երրորդ հարցս, Տիկին Վարդապետյան, երբ որ դուք շատ պարզ գործից, կներեք, երևի ես խալ եմ հասկանում, որ պարզ եմ համարում, բայց այդուհանդերձ մի դրվագով գործից գործ եք անջատում և ուղարկում եք դատախազություն, որտեղ Աշոտիկ Կամավոսյանը, չգիտեմ ինչ ճնշումների տակ, իմիջիալոց, Աշոտիկ Կամավոսյանին ես տեսել եմ առաջի անգամ առերեսման ժամանակ, առաջին անգամ ես իրան տեսել եմ առերեսման ժամանակ, և ես իմ խոսքում դա կհիմնավորեմ։ Արդյոք դուք, կներեք, չի խախտվում իմ պաշտպանվելու իրավունքը, սահմանադրական իրավունքը, եթե դուք գործը մի մասը վերցնում եք և ուղարկում եք դատարան, և այն մարդը, որ հիվանդ մարդ է, կարող է պատահի, չգիտեմ ինչ մեղքեր իր վրա վերցնի, մենակ թե շուտ պրծնես ամեն տանջանքից և դատարանի որոշումը լինի, որ ինքնին կաշառք առաջարկել, բայց այն պաշտպանվելու իրավունքը որտեղ մնաց, Տիկին դատախազ։ Ավարտեցիք։ Արաբկիրում ձեր ներկայացրած հաղորդման կապակցությամբ իհարկե մենք տեղյակ ենք, նաև այդ հաղորդման մասին նշում է Արամ Մկրտչյանը իր տեսագրություններում, որտեղ ձեզ մեղադրում է և ասում է, որ ձեզ չթվա, որով առաջինը գնաց կոմիտե հաղորդում տվեց, նա ճիշտ է։ Պես որ մեզ համար նորություն չի, ինչ որ դուք ասում եք, ավելին, ձեր կողմից հաղորդումը ներկայացվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, հաղորդումը ներկայացվել է 2024 թվականի հունվարի 3-ին, ըստ փաստաթղթերի, և դուք ստացել եք նաև վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը և դրա հետ որևէ անհամաձայնություն չեք ունեցել։ Որևէ գրավոր փաստաթուղթ դրա մասին չկա։ Ինչ վերաբերում է վարույթին, որի շրջանակներում ձեռք են բերվել Արամ Մկրտչյանի տեսագրությունները, քննչական կոմիտեում այդ վարույթը քննվել է 2023 թվականից և 2024 թվականի նոյեմբերի 27-ին ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե, որովհետև վերաբերելի է եղել ձեզ, իսկ ձեր վերաբերյալ, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ վարույթը քննվում էր հակակոռուպցիոն կոմիտեում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ճնշումներին, ապա Աշոտիկ Կամավոսյանի կողմից որևէ նման փաստ չի բարձրաձայնվել, դուք դրա մասին չգիտեմ ինչի հիման վրա եք ենթադրություններ անում, մնացածը արձանագրված է ձեր առջև դրված միջնորդագրի մեջ։ Եվ Արամ Մկրտչյանի տեսագրությունները, և այն հանգամանքը, որտեղ և երբ են սպասարկվել ձեր ու Սլավիկ Պողոսյանի հեռախոսահամարները, այն ամեն ինչ, որ ես նշեցի, հարգելի պատգամավորներ, դուք կարող եք հետևել նաև հեռախոսների տեղակայումների զննություններով, որոնք ներկայացված են մանրամասն միջնորդագրի մեջ։ Եթե ես ճիշտ հասկացա, Տիկին Վարդապետյան, 44-00-90-23 գործը հարուցվել էր 23 թվականի վերջերին։ Այո։ 24 թվականի հունվարի սկզբին 3-ին ես տալիս եմ հաղորդում ոստիկանություն ուղարկում է քննչական կոմիտե և այդ ամեն ինչը, որ նույն բանն է, չի միացվում իրար, վարույթ չի ընդունվում և գրեթե մեկ տարի հետո արդեն նոր ինչ-որ բաներ ուղարկում են հակակոռուպցիոն կոմիտե։ Այստեղ դուք որևէ կապ չեք գտնում արդյոք։ Եվ հետաքրքիր է, որ նաև ձեր բանում գրված է, որ միջնորդագրում գրված է, որ Արամ Մանուկյանը
փաստորեն փետրվարի 15-ից լքել է Հայաստանը։ Այո։ Եվ բոլոր ցուցմունքները, որ այդպես տոնով ասում եք կամ գրել եք այսպես հստակ, որ տեսած ձայնագրություններ, այդ մարդը զապիս արել իր խոսքը եւ ուղարկել է։ Այնտեղ որևէ մեր իմ ու իր խոսակցությունների մեջ որևէ $23000 շոշափվել է։ Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները։ Չեք հերքում։ Գումարի չափն է վիճարկվում։ Ներողություն, դա ձեր տեսակետն է, որը դուք ներկայացրել եք քննչական կոմիտե, ներկայացրել եք իմ կողմից նշված ամսաթվին եւ հետագայում որևէ առարկություն չեք ունեցել վարույթ չնախաձեռնելու հետ։ Դա փաստագրված է։ Շնորհակալություն, Մարիա